Բարի երեկո, առհեռուստաընկերության եթերում դուք դիտում եք ճանապարհ հաղորդաշարը, երկու շաբաթ է մնացել մինչև նախագահական ընտրություններին։ Ճանապարհ հաղորդաշարը ըստ էության փորձում էր բանավեճ կազմակերպել թեկնածուների միջև, բայց այն ամբողջ ընթացքում, երբ մենք փորձում ենք բանակցել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների հետ, որպեսզի նրանք գան բանավեճի, նրանց ճնշող մեծամասնությունը հրաժարվեց բանավեճից։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք փոքր-ինչ շեղվելով մեր հաղորդման ձևաչափից առանձին հրավիրել նախագահի թեկնածուներին հարցազրույցի, եւ այս պահին իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը։ Բարի երեկո, պարոն Հարությունյան, եւ թերևս, քանի որ վերջին իրադարձությունները մի քիչ այլ կերպ զարգացան, գանք այդտեղից լավ էր, որ ընտրությունները չհետաձգվեցին, թե ոչ ըստ Չէ, վատ է, որ Հայաստանում կայանում են նման ընտրություններ, նկատի ունեմ ի վերջո ընտրությունները դա մի օր չի, դա ընտրությունները դա մինչ առաջադրումն է, գործընթաց, որպես քարոզարշավն է եւ ընտրության օրն է։ Ես տարբեր առիթներով ասել եմ նաեւ այս ընտրություններում իմ առաքելություն այն է, որ ասեմ, որ մինչ առաջադրումները եղել են անհաղթահարելի խոչընդոտներ, որպեսզի ասենք ազգային ժողովի վերջին ընտրություններում մոտավորապես 40%-ից ավել ձայն ստացած ուժերը չունենան թեկնածու։ Քարոզարշավի ընթացքը կարելի ասել ձևական բնույթ է կրում, որովհետեւ արդեն դրանից հետո խոսել ծրագրերի մասին կամ ինչ-որ մոտեցումներ ներկայացնել անիմաստ է, բայց ի վերջո ինչ վերաբերվում է ընտրությունների հետաձգելուն թե չէ, ապա ես գտնում եմ, որ պիտի անկախ մահափորձից նույնիսկ ասենք ես կոչ էի արել թեկնածուներին, որպեսզի իրենք հանեին իրենց թեկնածությունը, թողնելով գործող նախագահին միայնակ, դա մինիմում ծրագիրն է, իսկ մաքսիմում, երբ որ նաև Սերժ Սարգսյանն էր հանում իր թեկնածությունը եւ նշանակում էին նոր ընտրություններ, նոր առաջադրումներ եւ համոզված էի, որ այդ ժամանակ մեր ժողովուրդը կունենար իրոք լեգիտիմ նախագահ։ Պարոն Հարությունյան, դուք հայտարարեցիք ամեն դեպքում, որ դուք կասեցնելու եք ձեր թեկնածությունը, ինքնաբացարկ եք ներկայացնելու օրենսդրությամբ նախատեսված կարգով, շարունակում եք մնալ այդ մտքին եւ հույս ունեք, որ թեկնածուներից որևէ մեկը ձեզ կմիանա ամեն դեպքում, վերջի պահին ամեն դեպքում ձեր կոչը արձագանք կգտնի։ Ես ուզում եմ հավատալ, բայց ամեն դեպքում ի վերջո խնդիրը իրենցն է, ոչ միայն նկատի ունեմ պետությանն ու ժողովրդինը, բայց իրենցն է նաև, որտեղ ի վերջո իրենք նաև չեմ կարծում, որ կարողանան խուսափել լրատվամիջոցներից եւ 19-ին, ասենք, բացատրություն չտան, թե ինչպես ստացվեց, որ այդպես եղավ, որովհետեւ ասենք մի մասը, ասենք, ասում է 81% եմ ստանալու, մի մասը հաղթելու եմ եւ այլն, բայց նաև համոզված եմ, որ իրենք ասելիք չեն ունենալու եւ կարծես թե խուսափեն լրատվամիջոցների հետ շփումից։ Այսինքն դուք ձեր թեկնածությունը առաջադրելուց եւ այդ արդեն գիտեիք, որ դուք հաղթելու հնարավորություն չունեք։ Ոչ թե հաղթելու հնարավորություն չունեմ, ես նույնիսկ եթե այսօր իմանամ, որ հաղթողը ես եմ, ես համարում եմ, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն եւ հաղթողը անկախ նրանից ով կլինի, լեգիտիմ նախագահ չլինելու։ Ինձ համար մի քիչ հասկանալի չէ, եթե դուք վստահ եք, որ դուք հաղթելու եք, չէ՞ք գնա մինչև վերջ։ Իմ նպատակը իմ նախագահ դառնալը չի, իմ նպատակը նորմալ հայրենիքն է, նորմալ ընտրություններն են, որովհետև ի վերջո եթե ոչ նորմալ ընտրություններով ես դառնում եմ նախագահ, ապա միշտ էլ, ինչպես ասում են, բումերանգի պես դա կարող է նաև իմ դեմ շուռ գալ։ Հետևաբար, ասենք ընտրությունների լեգիտիմությունը ոչ միայն կոնկրետ մարդուն է պետք, այլ ընդհանրապես պետությանը, ժողովրդին։ Ի վերջո նաև դուրսը Հայաստանը ներկայացնելու համար հենց պիտի մեր նախագահը լինի լեգիտիմ, որովհետև նույն չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները մենք ստացանք, որովհետև, ասենք, Սերժ Սարգսյանը մարտի 1-ից հետո փորձում էր իր լեգիտիմությունը փնտրել դրսում եւ ստացանք այն, ինչ ստացանք։ Տարբեր վերլուծաբաններ ասում են, որ ամեն դեպքում այս տարվա ընտրությունները լինելու են ամենալեգիտիմը ի վերջո, որովհետև գործող նախագահը ունի, այսպես ասենք, արժանի մրցակից, ով կկարողանար մրցել։ Համաձայն եք այդ տեսակետին։ Եթե Սերժ Սարգսյանը մնա միայնակ քվեաթերթիկում նույնպես մրցակից չունենա, բայց դա չի նշանակում, որ ինքը կլինի լեգիտիմ նախագահ։ Այսինքն մրցակիցներին պետք է փնտրել ոչ միայն ցուցակում, այլ նաև ցուցակից դուրս, որոնց առջև խոչընդոտներ են դրվել։ Բացատրեք, խնդրում եմ ձեր քայլերի տրամաբանությունը։ Դուք առաջադրում եք ձեր թեկնածությունը, որից հետո դուք շատ ակտիվ քարոզարշավ չեք ծավալում եւ այնուհետեւ կասեցնում եք ձեր թեկնածությունը։ Ինչ է դա տալիս։ Ես ուզում եմ հասկանալ։ Գիտեք ինչ է, Վոլտերն ասում էր, ես ձեր կարծիքը չեմ կիսում, բայց ես կյանքս կտնամ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ձեր կարծիքը ասելու։ Հիմա համարենք, որ ես, այսինքն չեմ կիսում նույնիսկ այն քաղաքական ուժերի կարծիքը, որոնք չեն առաջադրվել, բայց ես ամենայն դեպս գերադասեցի 8 միլիոն նույնիսկ ավելին տալ, կորցնել, եթե համարում ենք դա կորցնել է, որ ես հնարավորություն, որպեսզի ասեմ այն, ինչ որ ամենայն դեպս իրենք չեն ասում կամ չեն ուզում ասել կամ հնարավորություն չունեն ասելու, որովհետև այսօր շատ
շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի։ Կրկնում եմ, մրցակցային ընտրություն չի նշանակում, որ միայն ցուցակի մեջ եղած մարդկանց մասին է խոսքը։ Մրցակցային նշանակում է, որ բոլորը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նաև օրինակ վերջի ընտրությունների արդյունքներում ձայն տված քաղաքական ուժի ներկայացուցիչը պիտի, ասենք, լիներ որպես տեխնացու, որտեղ եթե մենք նայում ենք, ասենք, վերջին ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, ասենք, նույն, ասենք, Բարգավաճը մոտավորապես 30%-ից ավելի ձայն ուներ, ասենք, ՀԱԿ-ը 7%, Դաշնակցությունը, բայց այսօր նրանք տեխնացու չունեն եւ որևէ բացատրություն տալ, ասենք, ես համենայնպես ինձ համոզիչ չի, այն բացատրությունները, որ տրվեցին, համոզիչ չի։ Մանավանդ երբ որ մենք նայում ենք, ասենք, վերջի, ասենք, միջև առաջադրումները վերջի 1 ամիսը, ապա մենք տեսնում ենք, որ այն հեռուստաբանությունը, որով խոսում էին, ասենք, այդ ուժերի ներկայացուցիչները, ամենևին չէր ենթադրում, որ իրենք տեխնացու չեն ունենա։ Չէ՞ որ դրան նաև ուղեկցվեց, ասենք, փողերի լվացման մեղադրանքը, ասենք, գաղտնալսումները, այսինքն ես համարում եմ այդ ամենը նաև ճնշում եւ նաեւ խոչընդոտներ առաջադրման համար։ Պարոն Հարությունյան, այսինքն եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կամ Հայ ազգային կոնգրեսը առաջադրել իր սեփական տեխնացուն, կարող եմ ենթադրել, որ այդ պարագայում գուցե եւ դուք չառաջադրվեիք որպես նախագահի տեխնացու։ Ամենևին ես կարող եմ էլի առաջադրվեի, այսինքն դա ոչ մի բան չի փոխում։ Գիտեք ինչ, ես չեմ կարողանում հասկանալ կապը նրանց չառաջադրվելու եւ ձեր առաջադրվելու եւ ինքնաբացարկ ներկայացնելու։ Գիտեք ինչ, ասենք, տեսեք, նույն օլիմպիական խաղերի ժամանակին, ասենք, որոշ սպորտսմեններ, նույնիսկ ասենք աշխարհի չեմպիոններ, օլիմպիական չեմպիոններ, ասենք, չմասնակցեցին, որովհետեւ ենթադրենք այդ երկրներում, ասենք, մարդու իրավունքներ էր խախտվել կամ չգիտեմ, զորք էին մտցրել այդ երկրները ուրիշ պետություններ։ Այսինքն, այստեղ խնդիրը նույնիսկ պատկերացրեք, որ ասենք Հայաստանի ամենա, ասենք, սովորական քաղաքացին, եթե ուզենար առաջադրվել եւ իր արժեվ, ասենք, խոչընդոտ լիներ, նույնիսկ քաղաքական ուժ չներկայացնել, ես էլի կհամարեի, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, որովհետեւ ի վերջո կարևոր չի քո թիկունքում որքան մարդ կա, կարևորը քո արժեվ խոչընդոտ կա թե չէ, որովհետեւ կրկնում եմ, ասենք, այսօր այնպես չի, որ, ասենք, նույն Բարգավաճը, ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը, ասենք, այդ էլեկտորատը իրենց գրպանում դրած էր։ Ի վերջո ես գործ ունեմ ոչ թե այդ քաղաքական ուժերի ղեկավարությունների հետ, այլ ես գործ ունեմ հասարակ քաղաքացու հետ, որը, ասենք, համենայն դեպս հույս էր կապում։ Ի վերջո, եթե ինքը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ քաղաքացին ձայն է տվել այդ ուժերին, նշանակում է համենայն դեպս ինքը հույս է կապել։ Հիմա եթե այդ քաղաքացուն մենք հնարավորությունից զրկել ենք ունենալու տեխնացու, դա արդեն նշանակում է, որ մենք ասեմ ընտրությունները լեգիտիմ չեն, որտեղ ի վերջո ժողովրդավարությունը առաջին հերթին նշանակում է պահպանել, ասենք, առաջադրվելու իրավունքը, որ դրանից հետո, որ ասում եմ, սկսենք խոսել։ Իսկ եթե արդեն մինչ այդ եղել են խոչընդոտներ, իսկ որևէ մեկը ինչ չի կարող համոզել, որ չեն եղել, որովհետև կրկնում եմ 46% ձայն ստացած ուժերը եթե չեն մասնակցում գումարային իմաստով, մանավանդ եթե հիշում եք, ասենք, իրենք նույնիսկ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միասնական շտաբ ունեին, այսինքն այնպես չէր, որ այդ քաղաքական ուժերը ուղղակի իրենց առաքելությունը համարում էին ավարտված ազգային ժողովի ընտրություններով։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ քաղաքական ուժերին խանգարել են առաջադրել։ Իհարկե։ Քաղաքական ուժերը ունեցել են գաղտնալ լսումը կներեք կամ փողերի լվացման մեջ մեղադրել, ասենք, մի քաղաքական գործի, որը համենայն դեպս ամենաընդդիմադիրներից մեկն էր, ասենքն պարլամենտում եւ ասենք նույնիսկ միջև պարլամենտական ընտրությունները։ Իսկ ուրիշ կերպ ինչպես է լինում, ճնշումը միայն այն չի, որ ասենք ինչ որ կներեք մահափորձ են անում կամ ասենք ինչ որ զենք են պահում այդ մեկի վրա։ 21-րդ դարում համենայն դեպս մի քիչ ավելի քաղաքակիրթ մեթոդներ կան։ Իդեպ մահափորձի մասին դա ինչ-որ կերպ ազդեցություն ունեցավ ընտրարշավի վրա, ձեզ թե ոչ։ Չէ, ընտրարշավի վրա ես չեմ կարծում որևէ ազդեցություն ունեցավ, ընդհանրապես ազդեցություն ունեցավ, ասենք, այդ 3 տեխնացուները, որոնք հիմնական դեկորացիաներն են լեգիտիմ ընտրությունների ֆոն ապահովելու համար, նրանց մեջ, ասենք, զայները ինչ որ ձևով, ասենք, մեկից անցան մյուսին, բայց որը ձեռնտու էր նաև իշխանություններին, որովհետև, ասենք, իշխանություններին պետք է որպեսզի երկրորդ տեղը շնորհավորի։ Իսկ Ռաֆի Հովհաննիսյանին կարող է, ասենք, Մալաթիայի շուկայում չգտնեին շնորհավորելու համար։ Պարոն Հարությունյան, դուք տարբեր ասուլիսների ժամանակ ասել եք, որ առաջադրվել եք, որպեսզի ասեք այն, ինչ բոլորը գիտեն, բայց չեն ասում։ Այս ժամանակահատվածը բավականացրեց ձեզ ասելու այն, ինչ որ ուզում եք ասել։ Նկատի ունեմ մինչև փետրվարի 8-ը, փետրվարի 7-ին հացադուլ։ 7-ին հացադուլ, կենտրոնական դրական հանձնաժողովի մոտ։ Կարևոր չի հացադուլ ֆուրշետ, ուզում ասեմ, որտեղ սա շահարկվեց, մի քիչ հացադուլի թեման շատ շահարկվեց, կարևոր չի համար որևէ մեկին այսօր երբ որ ժողովրդի 1/3-ը սոված է, չեն կարող զարմացնել հացադուլով։ Ժամանակը այնքանով ամենամեծ ես օգտագործեցի, որքան հնարավոր է, ասենք, արդյունավետ։ Իհարկե, եթե ավելի շատ ժամանակ լիներ, կուզենայի, բայց քանի որ օրենքը ասում է, որ վերջի 10
վերջի 10 օրը պիտի ես հանեմ, որպեսզի չմնամ քվեաթերթիկում։ Ընդհանրապես դա, բայց ես ասենք խոսելու եմ նաև ամսի 9-ին, խոսելու եմ 18-ից հետո էլ, այսինքն այնպես չի, որ ասենք դրանով ավարտվում։ Ի վերջո ես որ ասում եմ, ասեմ այն, ինչ բոլորը գիտեն, ես համոզված եմ իմ ասածների մեծ մասը գիտեն։ Միգուցե բաներ կար չգիտեն կամ ասենք պետք է երկու փաստ դնել իրար կողք վերլուծել նոր հասկանային, բայց ամեն դեպքում ես համոզված եմ, որ ես որևէ նորություն չեմ ասել, որևէ ասենք սենսացիոն բան չեմ ասել, ընդհանրապես ես իրավիճակն եմ գնահատել, ի վերջո կներեք, ասենք ես համալսարանում ժամանակին դասավանդել եմ քաղաքական գործընթացների մասնական մոդելավորում, քաղաքագետներին եմ տվել։ Այնպես որ ասենք ես իմ մեթոդները հենց այնպես հայտարարություններ չեն, եւ վերջո կարելի է ասենք մեր մոտ մի քիչ քաղաքականությունը հասկանում են կամ հայհոյում են կամ քծնում են, բայց քաղաքականությունը լուրջ գիտություն է, քաղաքագիտությունը հատկապես, ասենք այն իմաստով, այսինքն իմ բոլոր ասածները վերլուծական հիմք ունեն։ Ասացեք խնդրեմ, որն է լինելու ձեր քայլերը ընտրություններից հետո, որտեղ նախորդ ընտրություններից հետո կարծեք թե դուք չշարունակեցիք ակտիվ քաղաքական դաշտում ակտիվ գործունեությունը եւ այդքան էլ շատ ձեզ չէինք հանդիպում, մինչեւ սկսեցինք նորից հանդիպել այս ընտրությունների ժամանակ։ Ամենևին այդպես չի, որ ես ակտիվ չեմ եղել, ես նույն չափ չասեմ, բայց բավականին ակտիվ եմ եղել եւ բոլոր կարևոր հարցերի հետ կապված մոտեցում եմ հանդես բերել, տեսակետ եմ հայտնել, ասուլիսներ եմ տվել, ցավոք սրտի, ասենք, չեն լուսաբանել, եթե ասենք այսօր ինտերնետում կարելի է գտնել իմ ասենք 1-2 տարվա նույնիսկ ավելի հին հարցազրույցները, որտեղ չկա որևէ կարևոր հարց երկրի հետ կապված, որ ես տեսակետ հայտնած չլինեմ։ Ուրիշ խնդիր է, որ չեմ լուսաբանվել, նույն ասենք կներեք, ասենք ձեր հեռուստաընկերությունն էլ ասենք իմ ասուլիսներին չի եկել։ Այստեղից ձեզ մոտ հարց չի առաջանում, որ գուցե հետաքրքրությունը այնքան էլ մեծ չէ լրատվամիջոցների համար եւ դրա համար չեն գալիս լրատվամիջոցները։ Ես չեմ կարծում, որ ասենք հետաքրքրությունը մեծ չի, ես չեմ կարծում, որ ասենք քաղաքական գործիչն են, որին ասենք հետաքրքիր չի, որովհետեւ գիտեք ինչ, այսօր նույնիսկ ասենք այլ երկրների ներկայացուցիչներ են ասենք ասում, որ ես այս քարոզարշավի ժամանակ ամենատեպս ամենահետաքրքիր խոսողն եմ եւ նույնիսկ ասենք ես չնայած 8-ին ավարտվում է իմ կոպիտ ասած առաքելությունը այդ իմաստով, բայց իրենք նույնիսկ որոշել էին, որ չնայած 8-ից հետո պիտի լիներ հարցազրույց, իրենք շտապեցին, որ ավելի շուտ լինի այդ հարցազրույցը, որովհետև ասենք իմ ասածները համենայնպես չեմ կարծում ամենաանհետաքրքիրն են, որովհետև նայում ենք ասենք նույն այդ տարիներին, որ լուսաբանվել են քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ այլն, բայց որևէ մեկը լուրջ ասենք բան շատ քչերն են ասել եւ նույնիսկ կներեք քաղաքագետները, որ ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ 30-ական թվականներին ասենք գյուղերում երբ որ դահլիճում կինո էին ցույց տալիս, ասենք նստում էր դահլիճում մեկը եւ ասենք ասում էր հերոսը գնաց, եկավ ու մեր քաղաքագետների մեծ մաս եւ քաղաքական գործների մեծ մասը այդ կինո դահլիճում նստածի պես ասում են եկավ գնաց, ասենք փաստ էին արձանագրում, բայց ես ամենայնպես արել եմ վերլուծություններ, օրինակ կարող եք հիմա փաստարկ ակումբ գրել, ասենք 2000 Արամ Հարությունյան փաստարկ ակումբ կբերի, ասենք 11 թվականի մարտին իմ հարցազրույցը, որտեղ ես ըստ էության կանխատեսել եմ այն, ինչ այսօր եղել է, սկսած հակի պարակտվելուց, սկսած ասենք քաղաքական դաշտի ամայացումից, սկսած ասենք բոլոր քաղաքական ուժերի, ասենք ռեյտինգների հետ կապված, այնպես որ հաստատ ես չեմ կարծում, որ ամենահետաքրքիրն եմ։ Համեստությունս այստեղ ամենայնպես չի խոսում։ Պարոն Հարությունյան, կարծում եմ, որ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր հեռուստաընկերությանը չեք կարող մեղադրել կողմնակալության մեջ, որովհետև եթե փորձեք ինքներդ մոնիտորինգ անել, ապա կտեսնեք, որ մեր լրատվական ծրագրով ամենաշատ լուսաբանված տեխնացուներից մեկը դուք եք հենց։ Հավասարություն ապահովված էր ձեզ թե ոչ այս ընթացքում։ Ուրեմն նախ ես կուզենայի, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգի իմաստով, ասենք ոչ միայն ընտրությունների շրջանում, ասենք առաջնորդվեին մոնիտորինգով, այլ ընդհանրապես, որովհետև կրկնում եմ, շատ կարևոր է քաղաքական գործի ասելիքը, որովհետև նույն այդ ժամանակաշրջանում կրկնում եմ պատգամավորներ եղել, որ երկու օրում եք որևէ ակումբում ասենք լուսաբանվել են կամ հեռուստաընկերություն, բայց ասելիք չի եղել։ Իսկ ինչ վերաբերվում է հարցը, եթե կարելի է կրկնեիք վերջի մասը։ Հավասարությունը իհարկե չի պահպանվում, ասենք ձերի հետ կապված իհարկե շնորհակալ եմ այդ իմաստով նորմալ է, բայց ասենք նույն առաջին լրատվականը, ասենք ես եղել է, որ 3 օրվա ընթացքում 2 մամլո ասուլիս եմ տվել, բայց ոչ մի անգամ չեմ լուսաբանվել կամ եղել է օրեր, որ լուսաբանել են, ասենք դրանից հետո ընդհանրենք հայլուրի բանը
լրատվականից հետո ենթադրենք ինչ որ մեկը, ասենք թևերը կշտած, փորձել է, ասենք self-PR իրականացնել։ Այսինքն նաև ժամանակաչափ, ժամանակահատվածը, որ տեխնացիներին, ասենք որոշ հեռուստաընկերներ լուսաբանում են, հավասար չի։ Ձեր այդ իմաստով էապես տարբերվում է շատ շատերից։ Եվ քանի որ արդեն մեզ հատկացված ժամանակը մոտեցավ ավարտին, եթե ունեք ասելիք, կոչ եւ ձեր, այսպես ասած, մրցակիցներին, որտեղ առայժմ դուք Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու եք եւ ընտրողների։ Ուրեմն ասեմ, որ ինչպես միշտ ուզում եմ ասել, որ ամենամեծ բանը, որ մենք խոսքը վերաբերում է եւ նախագահի տեխնացուն եւ Հայաստանի ցանկացած քաղաքացու, կարող ենք ժառանգել մեր զավակներին, դա նորմալ հայրենիքն է, ոչ թե հարստությունը կամ չգիտեմ անշարժ գույքը, այլ հայրենիքը, իսկ որտեվ մնացած դեպքերում, եթե հայրենիքը լավ է, չի ինչ որ մեկի մտքով կարող է անցնել խլել այդ անշարժ գույքը կամ հարստությունը։ Ես ուզում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ դա հասկանա եւ ուզում եմ նաեւ քաղաքական գործիչներին, հատկապես նախագահի տեխնացուներին ասել, որ ի վերջո 18-ից հետո գալու է 19 եւ իրենք պիտի կարողանան բացատրել, բայց ես չեմ նախանձում իրենց այդ իմաստով, որովհետեւ իրենք շատ ծանր կացության մեջ են լինելու։ Պարոն Հարությունյան, մեր հարցազրույցի տեսագրությունը նաև կրկնվելու է շաբաթ օրը մեր եթերում, այսինքն այդ բանին դուք այլևս ոնց հասկանում եմ չեք լինելու Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու եւ ասեմ բոլոր մեր այն հեռուստատողներին, ովքեր կդիտեն այդ հարցազրույցի կրկնողությունը, այդուամենայնիվ ես հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ եւ ամեն դեպքում սպասում ձեր հետաքրքիր գնահատականներին։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Մի փոխեք ալիքը վարքյաներ անց ես զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու Արման Մելիքյանի հետ։